Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի մայիս ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են մեր շատ սիրելի օդի նշանի ներկայացուցիչներին։ Դե ինչ սիրելի ընկերներ, մայիս ամիսը պատրաստվում է լինել բավականին դինամիկ, հետաքրքիր եւ ուժեղ ամիս, որովհետեւ այս ամսվա ընթացքում մենք միանգամից 2 լիալուսին ունենք, իսկ սա հազվադեպ երևույթ է լինում, որովհետև սովորաբար մեկ ամսվա ընթացքում ունենում ենք 1 լիալուսին և 1 նորալուսին, և բացի դրանից ոչ մի անձնական հետընթաց մոլորակ չունենք, նշանակում է մայիսը անցնելու է շատ արագ, շատ դինամիկ և մեզ ոչ մի բան հետ չի պահելու, մեր գործերը չեն ձգձգվելու։ Դե ինչ առաջին օդի նշանի ներկայացուցիչները մեր շատ սիրելի երկվորյակներն են, սիրելի երկվորյակներ, Վեներա մոլորակը, մինչև ամսի 19 ձեր առաջին ոլորտում է և նշանակում է, որ դուք կարողանում եք մինչև ամսի 19 ձեզ բավականաչափ լավ տեսանկյունից ցուցադրել, այսինքն ցուցադրել ձեր ինտելեկտը, ցուցադրել ձեր արտաքին գեղեցկությունը, ձեր արժեքները, այնտեղ որտեղ որ դուք գտնվում եք, և բացի դրանից, երբ Վեներան առաջին ոլորտում է, Վեներան մեզ ստիպում է ծախսել այն ամենի վրա, ինչը մեզ հաճույք է պատճառում, այսինքն եթե մենք սնվել ենք սիրում, մենք ծախսում ենք շատ ուտելիքի վրա, եթե մենք հագնվել ենք սիրում, ապա Վեներան առաջին ոլորտում ստիպում է զգեստապահարանը թարմացնել, այստեղ նաև Վեներան առաջին ոլորտում ստիպելու է ձեզ ձեր արտաքին տեսքի հետ կապված որոշակի փոփոխություններ կատարել, սակայն ձեզ մոտ առաջին ոլորտը ակտիվանում է ավելի շատ սկսած մայիսի 17-ից, երբ ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին մուտք կգործի ձեր առաջին ոլորտ, որից հետո մայիսի 21-ին արդեն արևը մուտք կգործի ձեր առաջին ոլորտ, նշանակում է ամսվա երկրորդ հատվածը, երկրորդ կեսը ավելի շատ կենտրոնացած կլինի ձեր անձի վրա։ Դե ինչ գնացինք հերթականությամբ մայիսի 1-ին ունենք Վեներա Սատուրն սեքստիլը, Վեներան նշեցի ձեր առաջին ոլորտում է, իսկ Սատուրնը 11-րդ ոլորտում է, շատ լավ ծանոթություն կարող է տեղի ունենալ մայիսի 1-ին, հեռանկարային առումով, աշխատանքային գործնական բնույթի կամ ինչու՞ չէ նաև ընկերական շրջապատում։ Հենց նույն օրը մայիսի 1-ին ունենք լիալուսին ձեր 8-րդ ոլորտում, նշանակում է որոշակի հարցեր կապված մեծ ֆինանսական պարտավորությունների հետ, բանկերի հետ, ինչ-որ պարտքերի հետ, այստեղ այդ հարցը վերջնականապես լուծվում է։ Ամսի 3-ին ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին մուտք է գործում ձեր 12-րդ ոլորտ, սիրելի երկվորյակներ, Մերկուրին թույլ է արտահայտված 12-րդ ոլորտում, որովհետև սա ցուլի նշանն է և Մերկուրին այստեղ մի փոքր դանդաղաշարժ է, սակայն երբ ամսի 17-ին Մերկուրին մուտք կգործի ձեր առաջին ոլորտ, այստեղ դուք ամբողջ ձեր էներգիան, ձեր ակտիվությունը կզգաք։ Ամսի 5-ին Մարս մոլորակը, որը այս պահին ձեր 4-րդ ոլորտում է, լարված քառանկյուն է կազմում Յուպիտերի հետ, որը ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է, սիրելի երկվորյակներ, ուրեմն Մարսը գտնվելով 4-րդ ոլորտում լարվածություն և խնդիրներ կարող է առաջացնել կապված ընտանիքի անդամների հետ, կապված ինչ-որ ֆինանսական լրացուցիչ ծախսերի հետ, որը դուք պետք է միգուցե ձեր անշարժ գույքի հետ կապված կատարեք, միգուցե բնակարանի ինչ-որ արք ու վաճառքով եք զբաղվում կամ տան անդամներից ինչ-որ մեկին լրացուցիչ գումար է պետք և այստեղ կարող է լուրջ կոնֆլիկտ հասունանալ։ Ամսի 16-ին նորալուսին է տեղի ունենում ձեր 12-րդ ոլորտում և այս նորալուսինը բերում է նորություններ ձեր կյանքում, որոնց մասին դուք չեք ցանկանա բարձրաձայնել։ Առհասարակ երկվորյակները չգիտեն, թե ինչ է չբարձրաձայնելը, որովհետև նրանք սիրում են ամեն ինչի մասին պարզ և բացահայտ խոսել, և երկվորյակների համար այնքան էլ հեշտ չէ գաղտնիք պահելը, սակայն այստեղ ամսի 16-ին նորալուսինը կբերի այնպիսի մարդկանց ձեր կյանք, այնպիսի հնարավորություններ ձեր կյանք, որոնց մասին դուք իրոք չեք ցանկանա մարդկանց պատմել։
Ամսի 17-ին նշեցի արդեն Մերկուրին մուտք է գործում ձեր առաջին ոլորտ, սիրելիներս, եւ սա նշանակում է, որ ուրեմն Մերկուրին առաջին ոլորտում արագ է, դինամիկ է, հետաքրքրասեր է, ինֆորմացիոն առումով շատ ակտիվ է եւ այստեղ Մերկուրին առաջին ոլորտում շատ ուժեղ է, նշանակում է դուք այստեղ արդեն ձեր ամբողջ էներգիան զգալու եք եւ աշխատանքային ոլորտում եւ անձնական հարցերում։ Ամսի 18-ին Մարս մոլորակն է տեղափոխվում ձեր 12-րդ ոլորտ, այստեղ Մարսը ձեզ մի փոքր տանջելու է, այսինքն ներքին կասկածներ են առաջանալու, ուրեմն հոգեվիճակն է մի փոքր անկայուն լինելու, որովհետև Մարսը 12-րդ ոլորտում պատճառում է անհանգիստ հոգեվիճակ։ Ամսի 19-ին արդեն Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտ, սիրելիներս, երբ Վեներան գտնվում է երկրորդ ֆինանսական դաշտում, այստեղ իրոք բացվում են ֆինանսներ աշխատելու հնարավորությունները։ Այստեղ հենց նույն օրը ամսի 19-ին Վեներա եւ Մարս մոլորակների միջև սեքստիլ է ձևավորվում, նշեցի, որ Մարսը 12-րդ ոլորտում է եւ հնարավոր է, որ ամսի 19-ին ձեզ գումար աշխատելու հնարավորություն տրվի, որը դուք ասենք կկատարեք առանց մարդկանց հետ շփվելու, օնլայն հարթակից կամ միգուցե լավ գումար կաշխատեք եւ այդ մասին ոչ մեկին չեք պատմի։ Ամսի 22-ին հետաքրքիր միություն է տեղի ունենում, սիրելիներս, ես վերջերս Ուրան մոլորակի մասին բավականին հանգամանալից հոլովակ եմ տեղադրել եւ եթե չեք դիտել այն, կարող եք գտնել իմեջում, քանի որ Ուրանը մուտք է գործել ապրիլի 26-ին ձեր առաջին ոլորտ եւ ձեր կյանքը առաջիկա 7.5 տարիների ընթացքում Ուրանը ամբողջությամբ փոխելու է եւ արդեն մենք առաջին շորշոփները կզգանք մայիսի 22-ին, որտեղ արևը եւ Ուրանը կմիանան ձեր առաջին ոլորտում եւ սա հատկապես ակտուալ կլինի այն երկվորյակների համար։ Իհարկե, այս միտումը բոլոր երկվորյակներին է վերաբերում, սակայն առավել ուժգին կզգան այն երկվորյակները, ովքեր ծնվել են նշանի ամենասկզբում՝ մայիսի 21-ին, 22-ին եւ 23-ին։ Ուրեմն այստեղ ձեր արևը միանում է Ուրանի հետ ձեր առաջին ոլորտում եւ ձեր կյանքում արդեն պետք է սկսվի որոշակի ըմբոստություն եւ նշանակում է, որ այստեղ ինչ որ մի բան պետք է վերջնականապես դուք որոշեք, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ, այսինքն դուք ցանկանալու եք փոխել ձեր կյանքը։ Ամսի 26-ին ունենք երկու հակասական ասպեկտացիաներ, սիրելիներս, Պլուտոնը այս պահին գտնվում է ձեր 9-րդ ոլորտում եւ շատ բարենպաստ է ձեր անձնական արևի նկատմամբ եւ ամսի 26-ին արևի եւ Պլուտոնի միջև ձևավորվում է շատ շքեղ տրին ասպեկտ, ինչը նշանակում է, որ հնարավորություններ է տալիս եւ քննությունները բարեհաջող անցնելու եւ փաստաթղթային հարցերով զբաղվելու եւ դատական խնդիրները շատ լավ հարթելու եւ նաեւ այստեղ ճամփորդելու կամ օտար լեզու սովորելու։ Սակայն նույն օրը կա նաեւ Մարս եւ Պլուտոն մոլորակների միջև լարված քառանկյուն, ինչը նշանակում է, որ պետք չէ այսօրը ճամփորդել, այսօրը լինելու է վթարային։ Եվ ամսի 31-ին տեղի է ունենում երկրորդ լիալուսինը, որը ձեզ համար շատ կարևոր է, այն տեղի է ունենում ձեր 7-րդ ոլորտում, նշանակում է ինչ որ մի բան կապված ձեր կողքի մարդու հետ, կապված ձեր հաճախորդի հետ, կապված ձեր ընկերներից կամ մտերիմներից ինչ որ մեկի հետ, այդ հարցը պետք է լուծվի կամ վերջնականապես դուք պետք է դադարեցնեք նրա հետ շփումը։ Դե ինձ սիրելիներս, այսքանը երկվորյակների մայիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր երկրորդ օդի նշանի ներկայացուցիչներին։ Ողջունում եմ մեր շատ սիրելի կշեռքներին, սիրելիներս,
Մայիս ամիսը ձեզ համար լինելու է ֆինանսական առումով հետաքրքիր ամիս, որովհետև շատ հարցեր, որոնք ունեին ֆինանսական պարտավորություններին տեսք, ուրեմն ձեր կյանքում արդեն պետք է ձեզ չանհանգստացնեն, եւ բացի դրանից ֆինանսներ աշխատելու ուրեմն հնարավորությունները այստեղ ավելանում են։ Սիրելիներս, ձեր գլխավոր մոլորակ Վեներան մինչև ամսի 19 գտնվում է ձեր 9-րդ ոլորտում, ինչը տալիս է հնարավորություն գումար աշխատել օտարերկրյա կազմակերպությունների հետ, օտարերկրացիների հետ աշխատելով, օտար լեզուներ դասավանդելով կամ սովորելով, ինչու՞ չէ նաև այստեղ դատական հարցերում եւ նաև այստեղ հնարավոր է ճամփորդելու առումով հնարավոր է Վեներան ձեզ բերի ծանոթություններ օտարերկրացիների հետ, եթե դուք այս ժամանակահատվածում ճամփորդում եք։ Եվ տեսեք մայիսի 1-ին արդեն Վեներան ունի շատ լավ ասպեկտացիա Սատուրն մոլորակի հետ, որը այս պահին ձեր 7-րդ ոլորտում է։ Սիրելի կշեռքներ, Սատուրնը փետրվարի 14-ից մուտք է գործել ձեր 7-րդ ոլորտ եւ այստեղ ակտիվացել են ձեր թշնամիները, որովհետեւ Սատուրնը երբ գտնվում է 7-րդ ոլորտում, սա խոյի նշանն է, այստեղ շատ ճնշված է եւ դրսեւորում է իր միայն բացասական հատկանիշները, իսկ Սատուրնը դրական հատկանիշներ շատ քիչ ունի, նշեմ, սիրելիներս, եւ այստեղ շատ կշեռքներ արդեն սկսած փետրվարի 2-րդ կեսից զգացել են, թե ինչպես են ակտիվացել իրենց թշնամիները, թե ինչպես են իրենց հետևից բամբասում կամ ինչպես են փորձում իրենց տարբեր հարթակներում վնասել։ Սակայն մայիսի 1-ին Վեներայի Սատուրնի միջև շատ լավ սեքստիլ գոյություն ունի, որը նշանակում է, որ շատ հաջող օր կարող է լինել կապված հաճախորդների հետ, կապված դատական հարցերի հետ, ինչու՞ չէ փաստաթղթային կամ ուսումնական ծրագրերի հետ։ Սակայն մայիսի 1-ին ունենք նաև լիալուսին ձեր 2-րդ ֆինանսական դաշտում, եւ սա նշանակում է, որ այս լիալուսինը ձեզ համար ուրեմն բերելու է ինչ-որ մի հարցի լուծում, ֆինանսական հարցի լուծում, որը շատ երկար ժամանակ ձեզ անհանգստացնում էր։ Հնարավոր է այստեղ ինչ-որ մեկը ձեզ գումար էր պարտք, այժմ մայիսի 1-ին կամ նրա մոտակա օրերին վերադարձնում է։ Կամ դուք եք ինչ-որ մեկին գումար պարտք, շատ երկար ժամանակ չէիք կարողանում վերադարձնել, ճնշվում էիք այդ մտքից, սակայն այժմ վերադարձնում եք եւ թեթևացած շունչ եք քաշում։ Նաեւ այստեղ այս լիալուսինը 2-րդ ֆինանսական դաշտում կարող է բերել հնարավորություններ նոր աշխատանքի անցնելու, նոր աշխատավարձ ունենալու, նոր ֆինանսական հնարավորություններ ձեռք բերելու առումով։ Ամսի 3-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր 8-րդ ոլորտ, որը կրկին ֆինանսական դաշտ է։ Եվ նշանակում է, երբ Մերկուրին 8-րդ ոլորտում է, այստեղ ստացվում են բանկային հարցերը, այստեղ ստացվում են ֆինանսական ինչ-որ հովանավորների հարցերը, եւ նաեւ այստեղ հնարավոր է ժառանգության ինչ-որ հարց բացվի ձեր կյանքում։ Ամսի 5-ը շատ վատ օր է, սիրելի կշեռքներ, այսօրը առհասարակ խորհուրդ կտամ չվիճել ոչ ձեր կողակցի հետ, ոչ ձեր ընկերների, հաճախորդների հետ եւ ոչ էլ առավել եւս ղեկավարության հետ։ Այսօրը մենք ունենք Մարս-Յուպիտերի միջև լարված քառանկյուն։ Ամսի 16-ին ունենք նորալուսին, եւ այս նորալուսինը տեղի է ունենում կրկին ձեր 8-րդ ֆինանսական դաշտում, ինչը նշանակում է նորություններ են սպասվում այստեղ։ Հնարավոր է մինչ այդ դուք ինչ-ինչ ծրագրերի չէիք մասնակցում, որտեղից կարող էիք ստանալ ինչ-որ դրամական ուրեմն միջոցներ, այժմ ամսի 16-ից հետո դուք արդեն սկսում եք ստանալ։ Օրինակ, ասենք, դուք ամուսնալուծված եք եւ ալիմենտներ չէիք ստանում։ Ուրեմն մայիսի 16-ից հետո հնարավոր է, որ դուք սկսեք ստանալ դրանք։ Այսինքն այս նորալուսինը 8-րդ ոլորտում բերում է ֆինանսավորման հարցեր, որոնք լցնելու են ձեր գրպանը։ Հնարավոր է, եթե ձեր վարկը չէր ստացվում ինչ-ինչ պատճառներով, ամսի 16-ից հետո այն կստացվի։
Ամսի 17-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր 9-րդ ոլորտ, ինչը նշանակում է, որ 9-րդ ոլորտում այստեղ փաստաթղթային հարցերն են, իսկ Մերկուրին այստեղ բավականաչափ դինամիկ է եւ նշանակում է այդ հարցերը բոլորը կարգավորվելու են։ Ամսի 18-ին Մարսն է տեղափոխվում ձեր 8-րդ ոլորտ, այստեղ սիրելի կշեռքներ արդեն պետք է շատ ուշադիր լինել, որովհետև 8-րդ ոլորտը ոչ միայն ֆինանսներն են, այլ Մարսի առկայությամբ ֆորս մաժորային իրավիճակներն են, եւ երբ Մարսը 8-րդ ոլորտում է, ուրեմն պետք է շատ քիչ ճամփորդել, անսարք մեքենաներով չճամփորդել եւ ընդհանրապես եթե դուք վարում եք մեքենա, պետք է շատ ուշադիր լինեք, որովհետև Մարսը այստեղ սիրում է առաջացնել վթարային իրավիճակներ։ Սակայն ամսի 19-ին, երբ Վեներան արդեն տեղափոխվի ձեր 10-րդ ոլորտ, այն սեքստիլ է կազմում Մարսի հետ անմիջապես, որը ձեր 8-րդ ոլորտ է տեղափոխվել ամսի 18-ին եւ նշանակում է Վեներայի եւ Մարսի միջև սեքստիլ ասպեկտացիա է ձևավորվում ամսի 19-ին։ Սա շատ հաջող օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, ինչու՞ չէ նաեւ անձնական հարթակի համար։ Ամսի 22-ին սիրելի կշեռքներ, Արևը եւ Ուրանը միանում են ձեր 9-րդ ոլորտում։ Սա բերում է մեծ հնարավորություն կապված օտար երկրների հետ, կապված օտար լեզու սովորելու հետ, կապված միգուցե դասավանդելու ծրագրերի հետ կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու թեմաների հետ։ Սիրելիներս, Ուրանի մասին ունեմ բավականաչափ հանգամանալից հոլովակ եւ եթե դեռ այն չեք դիտել, կարող եք այն գտնել իմ էջում։ Արևի Ուրանի միությունը ձեզ բերում է միայն մեծ հնարավորություններ դուրս գալու դեպի օտար երկիր։ Ամսի 26-ին ունենք միանգամից երկու հակասական ասպեկտացիա, նախ ունենք Արև-Պլուտոն տրինը, որը ձեզ բերում է հնարավորություն եւ աշխատանքային հարցերում եւ նաեւ անձնական հարցերում։ Այստեղ ենթադրենք դուք ճամփորդում եք, այստեղ հնարավոր է, որ սիրահարվածություն տեղի ունենա ճամփորդելիս, նաեւ այստեղ ձեր երեխայի հետ կապված ուրեմն հնարավոր է հաջող ինչ-որ իրավիճակ լինի, ասենք ինչ-որ դատական պրոցես շատ հաջող լուծվի, սակայն նույն օրը նաեւ ունենք Մարս-Պլուտոն այստեղ լարված քառանկյունը, որը բերում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր կապված կամ ձեր երեխաների հետ, կամ ձեր սիրած էակի հետ եւ այստեղ կոնֆլիկտները պատրաստ են։ Եվ ամիսը վերջանում է երկրորդ լիալուսնով, սիրելի կշեռքներ, այստեղ ամսի 31-ին տեղի է ունենում լիալուսին ձեր 3-րդ ոլորտում, որը նշանակում է մայիսի 31-ին կամ նրա մոտակա օրերին ինչ-որ մի հարց կապված ավտոմեքենայի հետ, կապված ինչ-որ դասընթացների հետ, կապված քրոջ կամ եղբոր հետ, կապված ինչ-որ ճամփորդությունների հետ, ուրեմն կամ հարևանների հետ հնարավոր է այս հարցը լուծվում է, հնարավոր է ձեր հարևաններից ինչ-որ մեկը մեկնում է եւ դուք նրան այլևս չեք տեսնելու, կամ այստեղ հնարավոր է ձեր դասընթացը ավարտվում է եւ դուք ստանում եք ձեր վկայականը։ Դե ինձ սիրելիներս, այսքանը կշեռքների մայիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր վերջին օդի նշանի ներկայացուցիչներին։ Ողջունում եմ մեր շատ սիրելի ջրհոսներին, սիրելիներս, ձեզ համար մայիս ամիսը բավականին հետաքրքիր է լինելու, որովհետև նշեցի, որ Ուրան մոլորակը միայն վերջերս ապրիլի 26-ին ձեր գլխավոր մոլորակն է սա, տեղափոխվել է ձեր 5-րդ ոլորտ, իսկ սա ջրհոսների համար շատ հոյակապ ոլորտ է, որտեղ գտնվում է իր հովանավոր մոլորակը եւ այստեղ արդեն ամբողջ մայիս ամսվա ընթացքում նաեւ 5-րդ ոլորտում ունենք մի շարք ասպեկտացիաներ տարբեր մոլորակների կողմից, նշանակում է ջրհոսների համար շատ հետաքրքիր անձնական հարթակում սիրառատ ամիս է լինելու։
Դե ինչ, ամիսը բավականին հետաքրքիր է նաև այն առումով, որ ամսվա ընթացքում միանգամից 2 լիալուսին ունենք։ Ես նշեցի, որ ամսվա ընթացքում 1 լիալուսին և 1 նորալուսին ենք ունենում որպես կանոն, սակայն մայիս ամսվա ընթացքում ունենք 2 լիալուսին և հենց մայիսի 1-ին ունենք լիալուսին ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելի ջրհոսներ, 10-րդ ոլորտը սա բարձրագույն ոլորտն է, սա այն տեղն է, որտեղ մենք ուզում ենք հայտնվել մեր կյանքում, սա այն կարգավիճակն է, որը մենք ուզում ենք ունենալ, երազում ենք ունենալ մեր կյանքում, սա մեր պաշտոնն է, մեր կարիերան է, մեր ամուսնական կարգավիճակն է և մայիսի 1-ին ինչ-որ մի հարց կապված դրա հետ պետք է լուծվի, ինչ-որ մի խնդիր, որը կարող էր խանգարել ձեզ ձեր պաշտոնի բարձրացման մեջ, ձեր ամուսնական կարգավիճակի ինչ-որ անհաշտության մեջ, այդ խնդիրը կարող է լուծվել մայիսի 1-ին, կամ նրա մոտակա օրերին հնարավոր է պաշտոնի բարձրացում, հնարավոր է հակառակ աշխատանքի փոփոխություն, հնարավոր է նաև այստեղ, որ դուք մայիսի 1-ի լիալուսնով վերջնական փոխեք ձեր մասնագիտական ընթացքը։ Մայիսի 3-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է 4-րդ ոլորտ, ինչը նշանակում է, որ տանը սպասվում են հյուրեր, ակտիվություն, այստեղ տան հետ կապված ինչ-որ հարցեր կարող են առաջանալ, հնարավոր է, որ դուք ինչ-որ փաստաթղթային հարցեր ունեք ձեր անշարժ գույքի հետ կապված, ասենք մտածում եք հիպոթեք ձևակերպելու մասին, այստեղ ամսի 3-ից հետո շատ լրջորեն կսկսեք զբաղվել այդ հարցերով։ Ամսի 5-ին ունենք լարվածություն, սիրելի ջրհոսներ, շատ ուշադիր եք լինում ճանապարհ գնալիս, առավել ևս, եթե դուք մեքենա եք վարում, որովհետև Մարսի և Յուպիտերի միջև լարված քառանկյուն է, իսկ Յուպիտերը գտնվում է ձեր առողջության ոլորտում, նշանակում է ամսի 5-ին շատ ուշադիր եք լինում, վթարային իրավիճակ կարող է լինել։ Ամսի 16-ին ունենք նորալուսին։ Այս նորալուսինը տեղի է ունենում կրկին ձեր 4-րդ ոլորտում, նշանակում է ինչ-որ նորություն կարող է լինել ձեր տանը, հնարավոր է դուք բնակարան եք գնում, հնարավոր է ձեր տանը մարդ է ավելանում, ասենք ինչ-որ մեկը ձեր տանեցիներից հեռվում էր, այժմ վերադառնում է տուն, կամ հնարավոր է տանը երեխա է ծնվում, կամ հնարավոր է, որ ձեր տանը, ասենք ձեր քույրը, եղբայրը, կամ չգիտեմ ավագ որդին ինչ-որ մեկը ամուսնանում են և ձեր տան անդամները շատանում են։ Նաև նորալուսինը 4-րդ ոլորտում բերում է տան վերանորոգում կամ նոր ինչ-որ տեխնիկա կամ կենցաղային իր գնելու անհրաժեշտություն։ Ամսի 17-ին Մերկուրի մոլորակը արդեն լքում է ձեր 4-րդ ոլորտը և տեղափոխվում է 5-րդ ոլորտ, սիրելի ջրհոսներ, սա նշանակում է, որ երբ Մերկուրին 5-րդ ոլորտում է, իսկ այստեղ նա իր տանն է և շատ ուժեղ է, նշանակում է այստեղ ջրհոսների մոտ կարող են տեղի ունենալ մի շարք ծանոթություններ մինչև ամսվա վերջ, շատ կարևոր և պետքական ծանոթություններ, միգուցե որոնցից մեկը կարող է ձեզ համար լինել շատ ճակատագրական։ Ամսի 18-ին Մարս մոլորակը տեղափոխվում է ձեր 4-րդ ոլորտ, սիրելի ջրհոսներ, 18-ից հետո, երբ Մարսը լինի ձեր տանը, նշանակում է տանը կոնֆլիկտներ են ավելանալու, որովհետև Մարսը բերում է լարվածություն, Մարսը բերում է ավելորդ էներգիա մեր տանը և այստեղ տան անդամները սկսում են միմյանց հետ վիճել։ Ամսի 19-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 6-րդ ոլորտ, սա նշանակում է, որ երբ Վեներան 6-րդ ոլորտում է, այստեղ աշխատանքային ինչ-որ հարցեր արդեն հաճելի բնույթ են կրելու։ Եթե մինչ այդ դուք լարված էիք աշխատում, ունեիք շատ լարված կոլեկտիվ, որոնց հետ չէիք կարողանում լեզու գտնել, ապա Վեներան 6-րդ ոլորտում բերում է հաճելի տրամադրություն աշխատանքային կոլեկտիվում։ Նաև Վեներան 6-րդ ոլորտում բերում է խնամքի զգացողություն, այսինքն հնարավոր է, որ դուք ցանկանաք կենդանի պահել կամ զբաղվել ինչ-որ մեկի խնամքով։
Ամսի 22-ին ձեր գլխավոր մոլորակ Ուրանը միանում է Արևի հետ ձեր 5-րդ ոլորտում սիրելի ջրհոսներ, նշեք այս ամսաթիվը մայիսի 22-ը, որովհետև այսօրը կարող է տեղի ունենալ շատ ճակատագրական ծանոթություն, հանդիպում, անգամ մինչև սիրահարվածություն, բայց այդ ամենը տեղի ունենալու անակնկալ, այսինքն Ուրանը սիրում է անակնկալներ և դուք այդ ամենը երբևիցե չէիք էլ կարող պատկերացնել։ Ամսի 26-ին ունենք միանգամից երկու հակասական ասպեկտացիա, նախ ունենք Արևի և Պլուտոնի միջև տրին ասպեկտը, Պլուտոնը նշեմ ձեր առաջին ոլորտում է, Արևը նշեցի արդեն 5-րդ ոլորտում է և ամսի 26-ը կարող է շատ լավ լինել անձնական հարթակի համար, ինչու չէ նաև երեխաների հետ կապված հարցերի համար, սակայն Մարսի և Պլուտոնի միջև ձևավորվում է լարված քառանկյուն, ինչը նշանակում է, որ տանը անշարժ գույքի հետ կապված կարող են լինել որոշակի խնդիրներ կամ կոնֆլիկտներ։ Եվ սիրելիներս ամիսը վերջանում է մայիսի 31-ի լիալուսնով, որը տեղի է ունենում ձեր 11-րդ ոլորտում։ Սա նշանակում է, որ ինչ-որ մարդկանց հետ պետք է դադարեցնեք ձեր շփումը։ Սա նշանակում է, որ եթե օնլայն հարթակում դուք շփվում եք կամ ունեք որոշակի էջեր կամ բիզնես էջեր կամ գովազդային ինչ-որ էջեր, այստեղ այս լիալուսինը բերելու է հստակեցում, արդյոք արժե շարունակել, թե ոչ։ Նաև այս լիալուսինը կարող է բերել ձեզ հնարավորություն փոխելու ձեր աշխատանքային կոլեկտիվը։ Դե ինձ սիրելիներս, այսքանը մայիս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ